Տիրոջանը փառավորվի սիրածը ժողովրդյան, Տեր օրհնա բոլորիդ, իրա բոլոր ժողովուրդը, սիրած ժողովրդյան, մենք այսօր տեսնում ենք, որքան կարևոր է Աստծո ծրագիրը բոլոր մարդկության հանդեպ, ժողովրդյան, մենք շատ խոսացինք այդ հարցով, որ այսօր շատ անգամ որ Աստված մի բան անում է մեր կյանքի մեջ, ժողովրդյան, շատ անգամ մեզի անհասկանալ է լինում։ Ինչու համար այս բանը ելնում, ինչու է ուշանում, չես կամ ինչու է մարդուն ղրգում Աստված հիվանդանոց, ժողովրդյան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ հավատքի մարդու կյանքի մեջ, եթե ես Աստծո զավակ եմ, չէ, եթե դուք Աստծո զավակներ եք, ձեր բոլորիս հայրը եւ մեր եւ ձեր հայրը Աստված է, եւ այս տերերի Տերն է եւ ամենակարող Աստվածն է, այսինքն նա տեղյակ է մեր ամեն ինչից, ժողովրդյան։ Այսինքն ոնց որ Տերը ուզում է մեզ բոլորիս օգտագործի իր փառքի մեջ, իր շնորհքի մեջ, ժողովրդյան։ Երբ որ մենք ալում ենք Աստծուն, Տերը ուզում է մեզ վերցնա ամեն մեկից, ինչքան որ Տերը հնարավորություն ունի, ինչ որ ինքը տեսնում է քո կյանքի մեջ, որ քեզ կարա օգտագործի, նա քեզ օգտագործում է, ժողովրդյան։ Որտեւ այսօր մենք տեսնում ենք, այսօր շատ մարդիկ կարիք ունեն քեզանից Աստծո խոսքը լսելու համար, ժողովրդյան։ Մենք տեսնում ենք, որ Աստված այսօր այդ ամեն բանը տվեց մարդկանց, որ մարդուն այսօր ասում, դու պետք է վգայես Աստծո խոսքը մարդկանց, այն մարդկանց, ովքեր դեռ չեն ճանաչում, սիրելի Աստծո ժողովրդյան։ Դա համար Տերը օրհնա բոլորիս էլ, որ այսօր իր ժողովուրդը համարձակություն ունի Աստծո խոսքը խոսելու, ժողովրդյան։ Երբ որ Աստված տեսնում է մեր կյանքի մեջ, այո, մենք ուզում ենք իրան ծառայենք, ժողովրդյան, Աստված ամեն միջոցները փնտրում է իմ ու քո համար, մարդկանց հետ խոսելու համար, ժողովրդյան։ Այսօր մեր կյանքի մեջ շատ վկայություններ կա, երբ որ Աստված մեր կյանքի մեջ իր գործը անում է, ժողովրդյան, այո, մենք վռազդում ենք, մենք շատ բաներ կա չենք հասկանում, Տեր Աստված խիաուշանում էս ամեն բանը, ժողովրդյան։ Բայց հետագան, երբ որ Աստծո գործն ենք տեսնում, չէ, այսօր կարա մարդու համար անհասկան ինչի է ինքը գնում հիվանդանոց, ինչու պետք է ինքը գնա հիվանդանոց պարկելու, չէ, այսօր ժողովրդյան։ Այսօր տեսնում ենք մենք հավատքի մարդիկ, չէ, մենք Աստված ունենք, Տեր ունենք, Փրկիչ ունենք, բայց մենք էլ ենք հիվանդանում, մենք էլ ենք գնում հիվանդանոցներ, չէ, մենք էլ ենք գնում, ժողովրդյան։ Հենց դա է, որ մենք տեսնում ենք Աստծո սերը մեր բոլորի կյանքի մեջ, սեր ժողովրդյան, դա չի նշում, եթե մարդը գնաց հիվանդանոց, այդ մարդը այնքան մեղավորն էր, չէ, այդպես չի, ժողովրդյան։ Աստված բոլորս է սիրում է, Աստված ուզում է անես մի բան անի, որ այսօր այս մարդուն օգտագործի, ժողովրդյան։ Ամսու 6-ին էր գնացի ես Ադամս պլոմբելու, սեր ժողովրդյան, հետարքիր վկայություն մարդու կյանքի մեջ, երբ որ Աստված մեր կյանքի մեջ անում է, ժողովրդյան։ Եվ ակին մի քիչ թղթաբանության հարցեր կար, որ մենք վերջ իմիգրանտներ ենք, դե օրենք այլ է, մի քանի բաներ թե համարի հետ կախված ակին բաներ թարմարսվեր։ Վերջը գնացի Ադամս պլոմբեցի, եկա այդ մի տեղը, գնացի հաջորդ տեղը թոշակի տեղները, դե այդ թոշակի թուղթը պիտի փոխվեր, այս Նիլսեն ասում։ Վերջը մի գնացի, ասին տալոն քաշա, սպասի, երթի դասի դե լավ։ Ոնց հետո դետայ էլ մի քանի տեղը պետք է մնի, նոր գայ գործի տեղ կունի հասնեշուլը։ Այնքան հետարքիր Աստծո գործը, սիր Աստծո ժողովրդյան, գնացի տալոնը քաշում եմ, այդ տալոնը ուրեմ 30-71 համարներ իմ տալոնը։ Դեպքին ասես գնան տեղ սպասար, վերջը գնացի էկրանն եմ նայում, տեսա էկրանի վրա գրված էր 30-69, ասի դե լավ, սա իմ հերթը շուտ կհասնել է, եթե իմս 71-ն էդի 69, այսինքն երկու համարը դու դիմը հասնի։ Եվ ընդ մի քանի համարներ է կարել ուրիշ թվերով, վերջ եկավ 30-70, ասի լավ, հեսա մնաց մի համար, ժողովրդյան, այնքան հետարքիր է Տիրոջ գործը։ Այսօր դուք էլ կրակ վկայեք ձեր կյանքի մեջ այնքան Աստված ողորմությունը, կարող մենք վռազդում ենք, մենք շուտ ենք ուզում, Տեր ինձ խիա ուշանում, կամ ես խի պիտի պարգեմ հիվանդանոց, Տեր ասված, ինչի ես պիտի գնամ հիվանդանոց, ժողովրդյան։ Մենք հետագայում ենք հասկանում Տիրոջ գործը մեր բոլորի կյանքի մեջ, սիր ժողովրդյան։ Վերջը մեկ էտենամ այդ 70 եկավ, 30-71 էտենամ եկավ 30-72, իմս 71-ն եկավ 30-72-ը։ Ասում եմ, ես ինչ եղավ այդ Տեր Աստված ջան, ասում եմ, բա ուր է 71-ը, միակամից գնաց 72-ի, ժողովրդյան։
Վերջը մի նստել եմ, աղոթում եմ, հետում եմ ընդեղ եմ հարցնում, վերջ եկա նստած աղոթում եմ, Տեր Աստված, ես համարս ինչի գնաց, ուր ասավ 72-ը, բա իմ համարս ուրա։ Հմ եկավ 30, 61, 63 պես վերջը հասավ իմ համարի, ժողովուրդ ջան։ Բայց ես անհանգստանում էի, ասում էի, Տեր, ինչի՞ ես համարս ուշանում, ինչի գնաց ընդեղ, ժողովուրդ ջան։ Որտեղ մի քանի տեղը պիտի հասցնեի, որ նոր գայի գործի տեղ։ Վերջ եկավ իմ համարս, մտա այդ թուղթը փոխեցին, դուրս էի գալու, մի հատ կին երեխուն ինքն էլ դուրս եկավ, երեխուն ասում էր Եդևի սիձելնիկը, երեխու հատուկ սիձելնիկներ կան ավտոյի մեջ, ժողովուրդ ջան։ Վերջը բդետայ այդ մի քիչ առաջ գնաց Իրանից անցա, դու հետ առա Իրան ասի փողոց հարցրեցի, ես փողոցը ոնց կարամ մետամ էլի, որ տա մտե ավելի մոդի գնա, չէ՞ դա մեզ հերով։ Մոմենտ ասես գնա ես ծախով, հետո ասես դե լավ, ես քեզի կտանեմ, ժողովուրդ ջան։ Ինքան օրտնյալ Աստծո գործը, սիրելի ժողովուրդ ջան, ասենք կին մարտեր, խիլ տաներ ավտով կանք վերջ անծանոթ ենք, չեսենք, կրա այդ համարը բացրես ես գնամ։ Վերջը մի նստած եմ իր այդ գնում ենք ինձ տանում այդ տեղը այդ փողոցը, մի համսկում եմ Աստծո խոսքը ուսամ իր այդ, էլի ասում եմ դու պատկերացնում ես ինչ էր կատարվի, եթե իմ համարը շուտ կար, ես քեզի չէի տեսնի, ոչ քեզի Աստծո խոսքը խոսայի շորժ այդ կնոջը, երիտասարդ կին էր։ Վերջը ակին խոսացի, սի քեզ մեմ նոր կտագարան է տամ, ասես մեն սիրով։ Վերջը գնացինք տարավ այդ փողոցը կայնացրեց այդ որտենց պետք է իշնի դեր, ասի համարս եթե ուզում ես վերցրա, ասի մարդ ենք էլի, կարա մի բան քեզի պետք է, թե աղոթքի կարիք ունենա, թողսի որտեվ շատ մարդիկ են համարս վերցում եւ զանգում ենք աղոթք են կանում։ Ասես մեծ սիրով։ Ժողովուրդ ջան, համարս վերցրեց, մի հատ դազվոն արեց, եսի համարը զապիսերից, անունը Աննայա։ Մենք այսօր տեսնում ենք Աստծո գործը, ես իրան էլ եմ ասում, մենք պատկերացնում ես այնքան է ուզում, ես համարս ուշ եկավ, բայց Աստված քեզի տեսավ, որտեվ Աստված տեսավ, որ դու կարիք ունես Աստծո, ժողովուրդ ջան։ Այնքան օրինակ կարող մենք շատ անգամ վրազում ենք, բայց Աստծուն ծրագիր կա մարդկանց հետ խոսալու համար, ժողովուրդ ջան։ Այդ եմ ասում, մենք կարող շատ անգամ չհասկանանք Տիրոջ գործերը մեր կյանքում, մենք վրազում ենք, Տեր ինչի չկա։ Վերջ համարը վերցեցի, արդեն վգայություն է գցում, հետո ասի չեք նեղենում վգայություն բան եմ գցում, ասես չէ, մեն սիրով, ասես ես էլ կակրած, ասես ճիշտ, ասես ամուսինս ես երկու ամիս առաջ ամահաց է, ժողովուրդ ջան, այդ կինն ասում, ասում է, բայց ինչ կարանք անենք, ասում է, Աստծո ձեռքն ամեն բանի մեջ, ասում ես կտագարան շուտվանից է զում, դաժե առնե, չեր ստասում առնի, ասում է, դու պատկերա և դու ինձ կտագարն ես նվեր տալիս, ժողովուրդ ջան։ Վերջը, հմի այդ կնոջ հետ էլի վգայություն բան եմ գծում, ինչ եմ ուզում ասեմ, սիրասո ժողովուրդ, Աստված տեսավ անմխիտար սիրտ, Աստված տեսավ, որ ես կինը շուտվանից կտագարեն զում, բայց չէր կարողանում, ժողովուրդ ջան։ Այսօր տեսնում ենք Աստծո սերը բոլոր մարդկության հանդեպ, այսօր Աստված է տենում այս մարդկանց, ովքեր դրսում են, ժողովուրդ ջան, դու կարող ես չտեսնես այդ մարդուն, ես ինչ պիտի պատկերացնի այդ կնոջ հետ պետք է խոսայի Աստծո խոսք, ժողովուրդ ջան։ Դամար այսօր մենք ինչ ենք տենում, Աստված այսօր մեզ է տվել այդ ամեն ծառայության գործը, որ դու պետք է տաս մարդկանց վգայես, քո տեղ հրեշտակը չի շնելու վգայելու, ժողովուրդ ջան, մենք շատ անգամ ենք խոսում այդ հարցով։ Փառք եմ տալու մեր Աստծուն, որ այսօր իրապես Աստված փնտրում է, գտնում է այդ տիպի մարդկանց, անմխիտար սրտեր է տեսնում, ժողովուրդ ջան, տեսնում են մարդկանց, ովքեր կարիք ունեն։ Վերջը գնաց այդ MTS-ի տեղն է մտա համարը թարմացնելու համար, մտա այդ Սբերբանկի տեղն էլ այդ երիտասարդ աղջիկ էր։ Վերջը քարտս փոխեց, ասի քեզի մի հատ նոր կտագարան եմ ուզում տամ, էլի կկարտ ասել ես նոր կտա իմ կյանքն էլ է փոխել, ժողովուրդ ջան։ Համաձայնվավ, մի հատ էլ կտագան իրան եմ թողել նոր եկել եմ գործի տեղ։ Ու սաղ ճամփեն ասում եմ Տեր Աստված, ինչքան հետաքրքիր է քո գործը։ Ժողովուրդ ջան, համարը մի համար վերև գնաց, իմ համարից վերևը։ Բդի միշտ կար 69, 70, 71, եթեև մինչևետար առաջ վերև, բայց մենք այսօր տեսնում ենք Աստծո գործը, սիրելի ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք այսօր շատ վգայություններ կա, երբ որ մարդիկ պարգում են հիվանդանոց։ Հիշում եմ մի վգայություն մի հայ քույրիկի համար, որ ինքը Ռուսաստանում է,
այդ COVID-ի ժամանակ, որ եղավ այդ վիրուսը, ժողովուրդ ջան, չէ, այդ կորոնավիրուսը եկավ։ Մեջ այս քույրիկը հիվանդանում է, տանում են հիվանդանոց։ Լավ հիվանդ է լինում, ժողովուրդ ջան։ Այնքան կողը մարդիկ է պարգածելնում։ Ուրեմն հերթով սրանց հետ խոսում, աղոթում է, սրանք հերթով իրանց դուրս են գրում, լավն ու մետում են, ժողովուրդ ջան։ Մնում է մենակ այդ քույրիկ այդ պալատի մեջ, ասում է Տեր Աստված, մի ես մենակ եմ մնացել, ես չեմ հիվանդել, ինչու համար ինչ եմ մնացել այստեղ էլի։ Սեր ժողովուրդ ջան։ Լրիվ գնացին։ Տերը լրիվ ինձ Տիրոջ խոսքը խոսվել էր, բժշկվել էին մարդիկ ու գնացել էին, ժողովուրդ ջան։ Ում պետք է գադեղ։ Այն մարդիկ, ովքեր Տերը տեսնում է, ժողովուրդ ջան։ Որտեւ այդ հիվանդի համար մենք առողջնես դե 10 ովքեր եք դու այդ հիվանդ մարդուն վգայես, չէ։ Այն մարդն է դում Տերը ումոր իր երեխուն խրգում է, ժողովուրդ ջան։ Այնքան հետարքիր վգայությունն ասում է, երբ որ մնացի մենակ եւ ինքը սկսում էր Աստծուն հարցալ, Տեր խի եմ մնացես հիվանդանոցում, բա ես խի չեմ գնում տուն։ Ես խի չեմ բժշկվում։ Ուրեմն մտնում է մի հատ կին, ժողովուրդ ջան։ Այս կնոջը Տերը բերտից նոր թողած է եղնում։ Այս կինը բերտում նստած է եղնում։ Հիմա ասում է ելերը բրետամ ուր է տամ։ Այդ քաղաքյանը պրոստը չեմ հիշում։ Այդ քաղաքի անունն է տալում։ Ասում է գադե, ոդե որ ծանոթ ունեմ ոչ մի մարդ չունեմ։ Ասված այս կնոջը վերում է այդ քույրիկի մոտ։ Այս քույրիկը վկայում է Հիսուսի մասին։ Այս բերտից նոր ելել էր այս կինը, ժողովուրդ ջան։ Եվ այս քույրիկը հասկանում է, որ իրան հենց այնպես չէր պայասված։ Այո, տեսնում ես մարդ չկա պալատում, մենակ դու ես մնացել։ Բա Տեր Աստված, բա եթե մենակ եմ մնացել, ստեղ էլ ում եմ ես պետք։ Ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է, որ Տիրոջ գործ այսօր մենք տեսնում ենք, որ այո, Աստված ինչ է անում, Աստված ուզում է բոլոր մարդկանց օգնի, ժողովուրդ ջան։ Այո, մենք շատ բաներ չենք տեսնում, չենք հասկանում, ժողովուրդ ջան։ Ետքը մենք արդեն հասկանում ենք։ Այս կին ասում ես դու հասկանում ես, ես դե ոչ մի մարդ չունեմ, ես չգիտեմ ուր պետք է գնամ ու մնամ։ Այս կին ուրախանում այս ես այնքան է սպասում, որ ինձ մեկը Աստծո խոսք խոսար, որ ես լսեի Հիսուսի մասին, լսեի փրկության մասին, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, այս կնոջ համ տունել են օգնում, տնտան հարցով վերջը մնում է, ապրում է այս կինը եւ սկսում ապաշխարել փրկություն գտնել, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք Աստծո գործը բոլորիս հանդեպ, սիրասոր ժողովուրդ ջան, որքան կարևոր է։ Եթե քեզ խրգում է հիվանդանոց, դրի մի հատ քո մեջ հարց տա, Տեր ասած, լավ, եկել եմ հիվանդանոց։ Ում համար եմ եկել, Տեր ջան։ Հենց այնպես ու Աստված չի տանում, ժողովուրդ ջան, մարդուն։ Այսօր շատ եղբայրներ բերտեր են նստել, հենց այնպես չի տանում բերտեր, ժողովուրդ ջան։ Եվ վերջ Աստված տենում այդ բերտում պետք է խրգի։ Այն մարդկանց աղերգում, որոնք կրան վկայեն Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան։ Այսօր մենք գիտենք, որ շատ եղբայրներ, որ բերտում նստել են, ժողովուրդ ջան, շատ հոգիներ, բռնավորներ, շատ մարտասպաններ ապաշխարել են, սիրելի ժողովուրդ ջան։ Մարդիկ լսել են Աստծո խոսքը։ Մարդիկ լսեն եւ մարդիկ դարել են Աստծուն, ժողովուրդ ջան։ Ընդամար Աստծո գործ այսօր որ մենք տեսնում ենք, սիրելի ժողովուրդ ջան։ Այսօր փառք Աստծո, մենք ամեն տեղը մեզի Տերը ղրկում է։ Միտեղ եթե քեզ խրգում է Տերը, ուրեմն դու մի հատ կուն մեջ անալիզ անես, Տեր Աստված, վերջը գնացել եմ այրոպորտ, այսօր գնացի մի հատ եղբոր ճամփորդի, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, մենք տեսնում ենք Աստծո գործը ամեն ընտանիքի մեջ, որ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ լսեն Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Սա դու պետք է անես, ես պետք է անեմ, իր ժողովուրդը պետք է անի, ժողովուրդ ջան։ Տամար Տերը օրհնի բոլորս է սիրելի ժողովուրդ ջան, Տերը օրհնի, լավ իմացեք, Աստված ձեզ շատ է սիրում, բոլորիդ լավ է սիրում։ Այն մարդը, որ կարող է ունի հիվանդանոց, դու մի մտածեք, որ այս մարդուն էլ Աստված չի սիրում, ժողովուրդ ջան։ Ոչ թե մարդը մեղքի համար անգնում հիվանդանոց, շատ անգամ մենք տեսնում ենք, որ Աստված գործ ունի բոլոր մարդու կյանքի մեջ, օրհն։ Տեսնում ենք, այս մարմինը շատ թույլ է, տգար է, ժողովուրդ ջան։ Մարմին է։ Եվ մենք տեսնում ենք շատ անգամ կարա մենք ուշադրություն չդարձնենք այս մարմնին, չէ։ Մի եղբայր, որ աղոթում ասում է Տեր Աստված, գլուխս ցավում է, Տերը ասում է գլխակ դի, որ դուրս ես գալու, այսինքն ցուրտ է ծմերը, դու առանց գլխակ դուրս ես գալու, բա գլուխը դե կցավա, չէ։ Այսինքն բաներ կասված, ուզում եմ մեզ սովորացնի, ուշադրի բերես նաև քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Տերը օրհնա, սիրածո ժողովուրդ ջան, բոլորի դեր, Տեր օրհնա, բոլոր են հոգին ովքեր հիվանդանոցում են,
Ես հիշում եմ մի տարի զանգի մի եղբորը, ասի որտեղ ես, բա հիվանդանոց եմ Արմեն աղբեր, ասի կողերդ ով կան, ասեց հիվանդներ կան, դե ասում եմ էլի, այդ մարդկանց վկայա Աստծո խոսք, ժողովուրդ ջան, հենց այնպես չի բերեք ասում եմ եղբայր ջան, դե վերջը կողդ մարդիկ կան, Փառք Աստծո, այդ եղբայրը սկսավ ոտի կանգնել ու սկսել այդ մարդկանց վկայել Տիրոջ խոսքը եւ մարդկանց ավետարան տալ եւ դաժե հավատքի մարդիկ եկան այդ մարդկանց հետ խոսածին ժողովուրդ ջան։ Որ այսօր տեսնում ենք ամեն մարդ, ժողովուրդ ջան, եթե մենք հավատքի մարդիկս մխիթարության կարիք ունենք, չէ՞, մենք այսօր տեսնում ենք բոլորս կարիք ունենք Աստծուց մխիթարություն, Աստծուց սիրո ողորմության կարիք բոլորս ունենք, ժողովուրդ ջան, բա որքան առավել այս մարդիկ, որոնք Աստծուն չեն ճանաչում, նրանք որքան կարիք ունեն Աստծո խոսքը լսելու, ժողովուրդ ջան։ Տեր օրհնի բոլոր ձեզ ժողովուրդ ջան։ Մի փոքր Տիրոջ խոսքից կկիսվենք, Աստծո ժողովուրդ ջան։ Ուզում եմ կարդամ Կողոսացիս առաջի գլխի 19 համարից մինչև 23 համարը կկարդամ, Աստծո ժողովուրդ ջան։ Կողոսացիս առաջի գլուխ 19 համարից մինչև 23 համարը, ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք Աստծո սերը բոլորիս հանդեպ, ժողովուրդ ջան, որ Աստված քեզ շատ է սիրում, ժողովուրդ ջան, Աստված քեզ այնքան շատ է սիրում, դաժե կարող է մենք չպատկերացնենք, ժողովուրդ ջան։ Մի հատ եղբոր համար էին վկայում, երբ որ այս եղբայրը ամեն առավոտում էր գալում էր պաշտամունքի, հետարքիր վկայությունը, ժողովուրդ ջան, ամեն առավոտ առաջինին էր գալում պաշտամունքի տեղ, ասում էր բարև Հիսուս, Սիմոնն եկավ, ժողովուրդ ջան։ Այս եղբայրը հասկանում էր, որ Տեր Հիսուսը ընդեղ է պաշտամունքի տեղը, եւ ամեն առավոտ շուտ գալում էր Հիսուսին բարևում էր, բարև Հիսուս ջան, Սիմոնն եկել է։ Տեր Հիսուս ուրախանում է, ժողովուրդ ջան, Աստված ուրախում է, որ իրանց երեխեքը պաշտամունք են գնում, լավ իմացեք։ Կարող այսօր մեզ համար շատ անգամ պաշտամունք էծև չթվա, լավ իմացեք, Աստված ուրախանում է։ Աստված այդ ճանապարհը, որ դրել է պաշտամունք գնալը, հենց այնպես չի դրել, ժողովուրդ ջան։ Մենք շատ մարդկանց ասում ենք, գիտեք ինչ կա, էսի որ եղբայրները չեն որոշել պաշտամունքներ, սա Աստծուց որոշած է, որը դամար Տերը ասում է Եբրայեցի մեջ, որ ասում է Եբրայեցի մեջ 10-ի 25-ով ասում է մեկտեղ հավաքվելը մի թողեք, ժողովուրդ ջան։ Վերջը ես, երբ որ ես եղբայր հիվանդանում տանում եմ հիվանդանոց եմ պարգեստում, վերջը եղբայրները այցելում են, ասում են Սիմոն ջան, ո՞նց է իմաց, մեն վաղ ավելի լավ չէր, գալում էր միշտ ասում էր բարև Հիսուս, Սիմոնն եկավ։ Ասում է եղբայրն ջան, հիմա ավելի լավ է։ Հիմա Հիսուսն է գալում, ասում է բարև Հիսուս, Հիսուսն եկել է։ Բարև Սիմոն, Հիսուսն է եկել։ Հիմա Հիսուսն է գալում ինձ ասում բարևում է։ Եթե կան հիվանդներ հիվանդանոցում, Հիսուսը գալում ասում է բարև աղջիկս, ես եկել եմ քեզ մոտ, որ դու հիվանդանոցում ես, որ դու բերտում ես, որ դու տարբեր տեղերում ես, Հիսուսը քեզ հետ է, նա գալում է քեզ մոտ, ժողովուրդ ջան, նա քեզ որբ ու անտեր չի թողում, լավ իմացեք։ Կարող այսօր մարդը իր տգարության մեջ, իր դժվարության մեջ, իր վերջը փորձությունների մեջ է լինում, շատ անգամ հնարավոր է մարդը տեսնի, որ ինքը մենակ է մնացել։ Շատ անգամ, որ մարդկանց հետ շփվում ենք, խոսում ենք, շատ մարդիկ այսօր իրանց մեջ ինչ են տեսնում, որ տեսնում են իրանք մենակ են մնացել, ժողովուրդ ջան։ Բայց Աստված ուզում է ինձ ու քեզ հասկացնի, որ դու մենակ չես, քեզ հետ Հիսուսը կա, ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի բոլոր ձեզ Աստծո ժողովուրդ ջան։ Կողոսացիս առաջի գլխի 19 խոսքը կարդում ենք։ Ասում է վասնզի հայրը հաճեցավ, որ աստվածության բոլոր լեցությունը անոր մեջ բնակի։ Աստված հաճեցավ հայրը, հաճեցավ աստվածության բոլոր լեցությունը անոր մեջ, այսինքն մեր Տեր Հիսուսի մեջ բնակվեր, ժողովուրդ ջան։ Եվ անով ամեն կհաշտեցներ իրեն հետ։ Այսինքն մենք տեսանք եւ անով ամեն կհաշտեցներ Տեր Հիսուսի հետ, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք Աստծո սերը, ժողովուրդ ջան։ Եվ Աստված նույնպես այս մարդկանց էլ է հաշտեցնում Հայր Աստծո հետ։ Մենք այսօր տեսանք Հայր Աստծո սերը որքան առավել է, որ իր որդուն տվավ ինչու համար, որպես ինձ ու քեզ հաշտեցներ Հայր Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Իսկ եւատ մենք չենք կարողանում
կապնվեր Հայր Աստծո հետ, որովհետև զանավես կա է դրած։ Մեղքի բանը փագում էր այսօր մարդուն, կապնվել Հայր Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Եվ դա համար մենք տեսնում ենք, որ Տիրոջ գործը բոլորիս կյանքի մեջ եւ սմանով ամենքը հաշտեցնե իրեն հետ, խաղություն ենելով, խաչի վրա թափած իր այրունով, թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ եղողները։ Այսինքն մենք տեսանք, որ Տեր Հիսուս եկավ, իր բոլոր արած գործերը, իր սուրբ թափած այրունը ինձ ու քեզ հաշտեցրեց, հաշտության, խաղաղության պայմանագիր բերեց, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ, մենք բոլորը սպասում ենք, որ Ուկրաինա Ռուսաստանի խաղաղության պայմանագիր կրվի, ժողովուրդ ջան։ Որ այսօր մարդիկ այդ պայմանագիրը գրեն, որտեղ այսօր շատ մարդիկ են մահանում, ժողովուրդ ջան։ Այո, մենք որ ընդեղ չենք գտնվում, մեզ համար ոնց որ այնտեղ չլինի։ Մենք այսօր չենք տեսնում ընդեղա վիճակը, ժողովուրդ ջան։ Բայց ովքեր որ այսօր գտնվում են այն դաշտում, որտեղ կա պատերազմ, դժվարություն, իրանց համար ամեն օր, ամեն մի ժամը, վայրկյանը իրանց համար, ժողովուրդ ջան, վտանգավոր է։ Այս մարդիկ ամեն օր տագնապի մեջ են, որտեղ չգիտեն այդ սիգնալիզացիան երբ կմիան, այդ բոմբը որտեղ կգնի։ Այսօր Աստված նույնպես իր ժողովուրդն է պատրաստում, որպեսզի մենք էլ ամեն օր պատրաստենք, դու չգիտես այս սատանայի նետը որտից կգա խփի, ում կխփի, ժողովուրդ ջան։ Դա համար Տեր ասում է, որ դու գրի արթուն կենաք։ Այսինքն հավատքի մարդու կան ուշադիր իր ապրած կյանքի մեջ, որ այդ նետերը դու չգիտես որտից է գալու։ Այն որ դու ունես այսօր աղոթքի կյանք, այն որ դու ունես Քրիստոսի կյանքը քո մեջ, այն որ դու ուզում ես փնտրում ես Աստծուն, սիրում ես Աստծուն, դու մտնում ես Աստծո պաշտպանության մեջ, սիրելի ժողովուրդ ջան։ Կարող այսօր դու մեկից տգա լինես, կարող այսօր մեկից թույլ լինես։ Դիչինը դու արդեն Աստծո պաշտպանության տակից դուրս ես եկել, ժողովուրդ ջան։ Դու նույնից Աստծո հետ ես։ Դու սիրում ես Հիսուսին, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր մենք էլ չենք իմանում այդ նետերը, այսօր մենք դուրս են գալու, մարդը չգիտե իր կյանքի մեջ ինչ է կատարվելու, ժողովուրդ ջան, ոչ մեկս իր օրը չենք իմանում։ Այսօր փառք Աստծո, գնացինք երկու հատ տատիկ էր նստած, եղբոր ասում եմ, կակրած հոգևոր թերթեր կար, ասում եմ կոնե տանք տատիկներին, վերջը տվեցինք, երկուսին քաղաքին խոսացինք, ժողովուրդ ջան, երկուսն էլ ծխում են, երկու հատ տարիքով կին էին։ Այսօր մենք տեսնում ենք, ասում եմ, դու ինչ գիտես քո վաղվա երբ օր գալու այդ տատիկ ջան։ Ոչ մեկս չգիտենք։ Մեր ժամանակը երբ է վերջանալու այս երկրի վրա։ Այսօր մենք տեսնում ենք Աստծո գործը, որ Աստված իր որդին ղրգեց, հաշտեցնեց ինձ ու քեզ Հայր Աստծո հետ, ժողովուրդ ջան։ Որ այսօր դու կարողանում ես կանչել Հայր Աստված, որ այսօր փառավորում ես հոր Հայր Աստծուն, ժողովուրդ ջան։ Դա համար Աստված իր մեզ բոլորիս հաշտեցրեց, հաշտության պայմանագիր տվավ մեզ, ժողովուրդ ջան։ Դական որքան կարևոր է, որ այսօր մենք բոլորս ունենանք այդ պայմանագիրը մինչև վերջ մնա մեր սրտերի մեջ։ Աստծո խաղաղությունը մնա քո մեջ։ Աստծո տված այն հավատքը մնա քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի, սիրելի ժողովուրդ ջան։ Եվ 21 խոսքը ասում է, եւ ձեզալ, որ ատենը օտարացած եք։ Ուշադիր ենք լսում Աստծո խոսքը, ու չար գործերով թշնամիներ, ձեր խորհուրդներով, ժողովուրդ ջան։ Ասում է, եւ ձեզալ, որ ատենը։ Մենք ատենը եղել ենք թշնամիներ ասում, օտարացած ենք, ժողովուրդ ջան, ատենը, ոչ հիմա, ատենն ենք եղել, այն վաղտ ենք եղել, ժողովուրդ ջան։ Մինչև Քրիստոսի գալը մենք եղել ենք թշնամիներ մեր Աստծուն, մենք չենք ապաշխարել, մենք չենք իմացել հավատքը ինչ բան է, ժողովուրդ ջան։ Երբ որ մենք ընդունեցինք Տիրոջը, մենք դառանք արդեն Աստծուն, մենք ընդունեցինք մեր Տեր Հիսուսին որպես Տեր ու Փրկիչ։ Այսօր որքան կարևոր է, որ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ ճանաչեն Քրիստոսին, ճանաչեն Աստծուն։ Ինչ ազգ ուզում ես եղի, ժողովուրդ ջան։ Դա համար Տերը բոլորս էլ օրհնի եւ ասում է, եւ ձեզալ, որ ատենը օտարացած եք ու չար գործերով թշնամիներ, ձեր խորհուրդներով։ Մենք այսօր որ նայում ենք մեր այն հին ապրած կյանքը, ժողովուրդ ջան, չէ, մենք ինչ ենք եղել։ Մեր այդ ամեն գործերը թշնամի ենք եղել մենք մեր Աստծուն, ժողովուրդ ջան։ Օտարացած,
Աստծուց հեռու ապրող։ Մենք ամեն անգամ մտածել ենք մեղքի, չարությունների վրայով, որտեղ մարդ ուրիշ բան չէր կրա մտածել, ժողովուրդ ջան։ Մինչև Աստված մարդուն չի փոխում։ Դա համար Աստծո գործը, որ այսօր բոլոր մարդկանց, որ մարդիկ ճանաչեն Աստծուն, սիրաստո ժողովուրդ ջան։ Եվ ինքան օրհնյալ էր, տաքսովեկա տաքսիստ ուզբեկ է, как раз ուզբեկերը նոր կտագարան եկա մոդս։ Մի արդեն մի քան օկու բաժնել ենք։ Մեջը տվեց ասի ես ձեր լեզվովա գրած, նայեց ասեցա, դես եդի քեզի նվեր։ Սի կարտեմ, ասում եմ, Աստված միակ է, տարբեր Աստված չկա, ժողովուրդ ջան, մեր Աստված, հայր Աստված, միակ Աստված է։ Թե ուզբեկի, թե տաջիկի, թե բոլորը մարդկանց համար մի Աստված կա, մի Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս կա, էլ ուրիշներ չկան, ժողովուրդ ջան։ Էդի մարդիկ են այսօր տարբեր անուններ են հանում, բայց Աստված մեկ է։ Թե տաջիկի, թե բոլոր ազգերի համար միակ Աստված կա, միայն Տեր ու Փրկիչ կա։ Դա համար այսօր մենք տեսնում ենք Աստված բոլոր ազգերից հավաքում է, ժողովուրդ ջան, բոլոր ազգերից։ Բոլոր այն մարդկանցից Տերը հավաքում է, ուզում է մուսուլման եղի, ինչ ուզում է լինի, ժողովուրդ ջան։ Այո, այս մարդիկ հնարավոր ավելի շատ կմնեն Աստծուն, ժողովուրդ ջան։ Որտեղ ես հիշում եմ, որ մի քանի տարի ես որ պատմասկվա է, ժողովուրդ ջան, դե մենք մեր հայրը չէին լսում Աստծո խոսքը։ Դեթ մի ընդ ուզբեկ տաջիկ կար, դեթ մի իրանց է Աստծո խոսքը ժողովուրդ ջան։ Հետարքիր ես տաջիկ հետս ծունգի եկավ աղոթեց Քրիստոսին, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք, որ Աստված այսօր ընտրում է մարդկանց, փնտրում է գտնի սրտեր, որոնք կրան դառնան Աստծուն, ժողովուրդ ջան։ Ոչ թե Աստված այն մարդկանց չի սիրում, չի ուզում, Աստված բոլորին էլ ուզում է։ Բայց Աստված երբ որ իր ձեռքը մեկնում է տվյալ մարդու համար, մարդը չի ուզում։ Շատ մարդիկ մերժում են։ Այսօր մենք գիտենք, որ շատ մարդիկ, երբ որ սկսում ես իրանց հետ խոսել, կիսվել, ժողովուրդ, մարդիկ դաժե այսօր չեն հավատում Աստված կա։ Ժողովուրդ ջան։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ տիպի մարդկանց էլ Աստված օգնում, որպեսզի բոլոր մարդիկ ճանաչեն, որ կա Աստված, միակ Աստված, Տերն ու Փրկիչ կա, ժողովուրդ։ Եվ այսօր շատ մարդիկ դառնում են ասում, ինչի համար, որտեղ Աստված իրանց սիրում է։ Այն որ դու այսօր խոսում ես, կարա մարդը հագարակվի այդ պահին, բայց ետք այս մարդու մեջ սկսում է խժմտանք աշխատել, այս մարդը սկսում է մտածել, ժողովուրդ ջան։ Կարող են գիշերվա քունը հանգիստ չլինի իր համար եւ ինքը սկսա իր մեջ հասկանա, ասենք, էս ինչ ասեց, էս քույրիկը կամ էս եղբայրը ինչ ասեց, այ մարդը ոնց թե Աստված կա, լեկան ես կանչեմ այդ ասում։ Մենք այսօր շատ անգամ լսել ենք վկայություն, որ շատ մարդիկ այդ նեղ վիճակի մեջ ասել են Աստված ջան, եթե դու կաս, մեզ ինձ փրկաս վիճակից։ Մարդիկ մավան շեմին եղել, ժողովուրդ ջան։ Աստված ջան, եթե կաս, ինձ փրկաստից։ Եվ Աստված իհայտ եկեց մարդկանց եւ հասկացել է, որ այո, ես կամ, ես կամ։ Երբ որ մարդիկ սկսում են անկեղծ Տիրոջ երեսը փնտրել, Աստված իհայտ է գալու մեզ մարդկանց եւ օգնում է մարդիկ հավատքը իրանց մեջ ավելի աճի, ավելի զորանա, ժողովուրդ ջան։ Դա համար Տիրոջ խոսքը ասում է եւ ձեզալ որ ատենը օտարացած ու չար գործերով թշնամիներ, ժողովուրդ ջան։ Ձեր խորհուրդներով հիմա հաշտեցուց բուն իր մարմնով մավան, որպեսզի ձեզ անոր առջև սուրբ ու անբիծ անարատ կայնեցնի, ժողովուրդ ջան։ Սա ասում է Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Ասում է մավան, որպեսզի մեզ, ինձ ու քեզ սուրբ անբիծ պիտի կայնեցնա Հայր Աստծո առջև, ինձ ու քեզ, ժողովուրդ ջան, բոլոր մարդկանց։ Այսօր մարդիկ մտածեն, այսօր շատ մարդիկ ասում են, «Էտանք էս սուրբը, պաճենք են սուրբը», ժողովուրդ ջան, ասում եմ, «Այդ սուրբը ո՞րն է»։ Բոլոր Աստծո մարդիկ սուրբեր են։ Որտես մարդն է սուրբ, նրա մեջինն է սուրբ, ժողովուրդ ջան, ոչ մի սուրբ էս երկրով մենք գիտենք, որ չկա։ Մարդիկ բոլորը մեղավոր են։ Այս սուրբ, այսօր Աստված քեզի սուրբ է տենում, ինչա՞ որ տեսնում է քո մեջ Աստծո որդուն է տենում, նա տեսնում է իր որդին քո մեջ կա, դու ընդունել ես որպես Տեր ու Փրկիչ, ժողովուրդ ջան։ Եվ Տերը քեզի նոր մարդու մեջ է ստեղծում, նոր մարդու մեջ է, վերստին ծնունդ ես առնում Աստծուն։ Դա համար մինչև մարդը վերստին չծնվի, ասում է դու չես կրա Աստծո թագավորությունը մտնես, Նիկոդեմոս։
Այսինքն մենք բոլոր այն մարդիկ, ովքեր դարել ենք Աստծուն, մենք ծնվել ենք վերստին։ Աստծո ծնունդ ենք առել, ժողովուրդ ջան։ Եվ Աստծո ծնվածը սուրբ է, ժողովուրդ ջան։ Այո, շատ բաներ կա այսօր մեր կյանքի մեջ մաքրվելու, փոխվելու, ժողովուրդ ջան։ Բայց այն նոր զանգվածը, որ կա Աստված դրել է իմ ու քո մեջ, այդ նոր մարդը, նա սուրբ է մնում, ժողովուրդ ջան։ Եվ նա սկսում է ավելի սրբանալ քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված ուզում է մեզի հասնեն կատարելության, սրբության, որ մեզ սուրբ եւ սուրբ ու անբիծ անարատ կայնեցնեն, ժողովուրդ ջան։ Եվ 23 խոսքը ասում է, եթե կենանք հավատքի մեջ, եթե կենանք։ Այսինքն Տիրոջ խոսքը ինձ ու քեզ ասում է, եթե դու մնաս հավատքի մեջ, ել եմ ասում, մարդ ես, կարող է տգարանաս, կարող մի օր քեզի նեղացնեն, վիավորեն, վերջը մարդ ենք, այսօր անցնում ենք ճանապարհներ ենք ասում, մի պահ կարա մեր սիրտը նեղվում է, մի կա ոնց որ մեր սիրտը անհաշտ է լինում, եղնում է պարագա ոնց որ չենք էլ ուզում պաշտամուն գնանք մեր եղած վիճակների մեջ, ժողովուրդ ջան, անցնում ենք այս ճանապարհը։ Բայց գալու է պարագա, որ դու նույն սկսում ես վերադառնաս Աստծուն, որ դու նույն սկսում ես աղոթես, որ մարդու պատճառով դու չես վնասվելու։ Ինչ համար Տեր Հիսուս ասես, նայեք ինձ, երբեք չասես նայ այսի Մարակյալին, Պետրոսին, Պողոսին, այդպես բան չասես, ժողովուրդ, ասես նայեք ինձ։ Հետարքիր է Տիրոջ խոսքը ասում է նայեք ինձ եւ ինձ մեզ սորվեցեք։ Նա չասես, որ հրաշքներ եմ կատարում, սորվեցեք, նա ասես, որ հեծ եմ եւ սրտով խոնարհ։ Ժողովուրդ ջան, Աստված մեզի ինչ է սովորացնում, ոչ թե սովորացնում, որ ես ինչ հրաշքներ ենք անում, ասում է, չէ, որ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Այսինքն Աստված տենում է, որ դրա մեջ է կյանք, երբ որ քո սրտի մեջ կա հեզություն, կա խոնարհություն, կա, սրա մեջ է կյանքը, ժողովուրդ ջան։ Այդ հրաշքների մեջ այդքան կյանք չկա։ Ես որ հրաշք արեցի, դու վաղը դու նույնիսկ կմոռանաս այդ հրաշքը, նույն մարդն ես, ժողովուրդ ջան։ Բայց եթե քո մեջ կա Աստծո կյանքը, քո մեջ կա խոնարհություն, հեզություն, սրբություն, մաքրություն, սա կյանք է, սա քո կյանքը փոխում է, բերում է դեպի ավելի կատարելության, դեպի սրբության, ժողովուրդ ջան։ Դա համար Տեր ասում է, ինչ վիճակի մեջ որ դու կաս, մնա Աստծուն հավատարիմ, ժողովուրդ ջան։ Եվ դա համար Տիրոջ խոսքին ասում է 23 խոսում է, եթե կենաք հավատքի մեջ հիմնված, այսինքն մարդ երբ որ գալու ենք մենք հավատքի, նա քեզ հիմնում է ու պետք է հաստատի հավատքի մեջ, ժողովուրդ ջան։ Սա իմ պարարտ հողն է, որ դու պարարտ հող է քեզ սարկում, որ դու արդեն տալում ես մեկի տեղը 60, մեկի տեղ 100 ես տալում արդեն այդ պտուղները, ժողովուրդ ջան։ Դու ել չես չորանում։ Այն ապարաժի վրա ընկածը չորացավ։ Բուժ տվե։ Մի անգամ ուրախացավ, ինչ լավ է Հիսուս կա, փառք Աստծո, գալում ենք Աստծուն, չես ենք այսօր շատ մարդիկ։ Այսօր տեսնում ենք շատ մարդիկ գալում են Աստծուն, ինչ համար։ Իրանց նեղության մեջ դժվարություն կա, հենց այդ դժվարությունը Տերը լուծում է այդ հարցը։ Այս մարդը թողեց Աստծուն։ Ասում ես, բայ քուրո ջան, ինչ եղավ քեզի։ Բալա վազում էր Աստծո տունը, գալում էր, աղոթում ենք, հոգս ուներ, կարիք ուներ։ Բայց Տեր հոգսը լուծեց, էլ մոռացար Աստծուն, ժողովուրդ ջան։ Այսինքն մարդիկ չորացան, այս մարդիկ Աստծուց չորանում, հեռանում են, ժողովուրդ ջան։ Դա մարդը ասում է, եթե մնաս հավատքի մեջ, այն որ այսօր Աստված ինձ ու քեզ բերලා դեպի Աստվածա բերել հավատքի, ժողովուրդ, նա քեզ ու ես աշխատանք է տանում, նա քեզ սիրում է։ Եվ դա մարդ Տիրոջ խոսքում է, եթե մնաս հավատքի մեջ հիմնված ու հաստատ եւ առանց խախտելու ավետարանի հույսին, որ լսեցիք, որ երկնքի տակ եղած բոլոր ստեղծվածներն քարոզվեցավ, որին ես Պողոս սպասավոր եղա, ժողովուրդ ջան։ Եթե կենաք հավատքի մեջ հիմնված ու հաստատված եւ առանց խախտելու։ Այսօր մենք տեսնում ենք, այո, այսօր անօրեն կա, որ ուզում է մարդուն հավատքից խախտի, ժողովուրդ ջան։ Շատ անգամ տեսնում ենք, այո, մարդկանց ինքը հաստում է այդ ճանապարհի վրա։ Շատ մարդկանց խախտում է հավատքի կյանքի մեջ, մարդկանց հեռացնում է հավատքի, ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում, որ մենք իրանցից լավն ենք, ժողովուրդ ջան։ Մենք այդ բան չենք ասում։ Այն մարդիկ, ովքեր մնացել են հավատքի մեջ, այդ են մարդիկ դուրս են եկել, մենք երբեք չենք ասում Տեր Աստված, մենք այս մարդկանցից լավն ենք, որ մնացել ենք, չէ՞։
Մենք միշտ զգուշանում ենք եւ մենք միշտ աղոթում ենք եւ մենք ուզում ենք մենք միշտ մնանք Աստծո այն հավատքի մեջ։ Էլ եմ ասում, բա ես մարդ ես, կարա սիրտ մի բան նեղվի, կարա քեզ մի անգամ նեղացնեն։ Ժողովուրդ ջան, որ այսօր մենք տեսնում ենք մարդիկ ամեն մեկը տարբեր բնավորություն ունի, ամեն խայսատ ունի, ամեն մարդ մեկ չի։ Կարա մարդիկ սովորեն մարդկանց նեղացնելու համար, ժողովուրդ ջան։ Բայց որ մենք նայում ենք Աստծո գործը, Աստված ինչ է ուզում անա բոլոր մարդուն։ Աստված ուզում է, որ մարդու վերքին դու օգնես, փաթաթես, ժողովուրդ ջան։ Ոչ թե ցավացնես այդ վերքերը, ապա փաթաթես, ժողովուրդ ջան։ Եվ դա համար տեսնում ենք, որ այո, մարդիկ այսօր շատ անգամ ունենում են դժվարություններ, ժողովուրդ ջան։ Դա համար այսօր Տիրոջ խոսքը մեզ ինչ աղում, ինձ ու քեզ ուղում ասում է, եթե կենաք հավատքի մեջ, եթե դու ուզում ես Աստված քեզ անբիծ, անարատ պայի դարձնի եւ հասցնի դեպի երկինք, դու պետք է մնաս Աստծուն հավատարիմ։ Մնաս հավատքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ հաստատվես եւ հիմնված ու հաստատված մնաս Տիրոջ խոսքի մեջ։ Մնացած գործը Տերը ինքը կանի քո կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Համար Տերը օրհնի բոլոր սիրասոր ժողովուրդ ջան, Տերը օգնի իր բոլոր ժողովուրդը, որ այսօր մենք ինչ ենք ուզում ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ Աստված ինձ ու քեզ ուզում է անբիծ անարատ կայնեցնի երկնքում։ Այ այսօր եթե մարդուն ասես դու սուրբ ես, մարդը կասի այ մարդ ես ինչ սուրբ եմ, այ ախպեր ջան։ Ինչ սուրբ եմ ես ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք մարդիկ հետում են նկար են պատճում, ասում են ես ինչ սուրբ է, դու չգիտես այդ մարդը վերջես մարդու ինչ եղես մարդու կաս կյանքը չես ենք։ Բայց մարդկանց ասում են այդ մարդը սուրբ է, ժողովուրդ ջան։ Սուրբը այսօր իր երեխեքն են։ Այսօր դու ես սուրբ։ Դու Հիսուսի աղջիկն ես։ Այն նոր ստեղծված մարդը, ժողովուրդ ջան։ Եվ դա համար Աստված ինչ ասում է, թող սուրբը ավելի սրբանա։ Այսինքն Տերը քեզի բերում է ավելի սրբության է բերում, ժողովուրդ ջան։ Աստված այն բաները, որ քո կյանքի մեջ դեռ անհաստատ է, դեռ չես հաստատվել, դեռ բաներ կա, որ դու չես կարողանում հաստատվես Տիրոջ խոսքի մեջ, սրբանաս, մաքրվես, Տերը քեզ ուզում է քեզի նույնից հաստատի իր խոսքի մեջ, որ դու ավելի հաստատ մնաս Տիրոջ խոսքի մեջ, ժողովուրդ ջան։ Եվ Աստված տենում է, որ իր բոլոր ժողովուրդը եւ ինքը ինչ անում, եւ սկսում է մարդկանց այդ աշխատանքն են, մարդու ներսն է փոխում, ժողովուրդ ջան։ Այս տատիկները, որ նստած իրանց հետ խոսում ենք, ասում են, դե ես չեմ էտ այլ ընդեղ աղոթելու։ Ասում եմ, տատիկ ջան, Աստված, այ քո սրտի մեջ է, այդ սրտի մոտ է կայնած։ Ժողովուրդ ջան։ Մենք Աստծուն պաշտում ենք մեր սրտի մեջ։ Որ դու գնում ես պաշտում, չի նշում, որ դու մեզ Աստծուն տեղ ես գտնում։ Աստված քո սրտի մեջ է, դա Աստծո ծառայության տեղը, որ դու դիտում ես Աստծո խոսքը լսելու համար, ժողովուրդ ջան։ Նա քեզ ընդեղ էլ է սպասում, ինչա՞ որ նա պիտի քեզ կերակրինդե։ Նա քեզ ընդեղ պիտի փաթաթի։ Նա բինդես քեզ գուրգուրի եւ սիրի, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ Աստծո գործը Տիրոջ գործ, երբ որ Աստված իր այդ ժողովուրդը հավաքում է, մարդիկ հավաքում են, Տեր Հիսուսը խոսում էր այս մարդկանց է, ժողովուրդ ջան։ Անհատական չէր խոսում, արդեն օբշի ժողովուրդը լսում են Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է Տիրոջ գործը, Տիրոջ խոսքը, ժողովուրդ ջան։ Այսօր մենք ինչ ենք տեսնում, այսօր եթե զալը մի քիչ մեծ է, մարդիկ միկրոֆոններ են դնում, դինամիկներ են դնում մի քանի տեղ։ Ընդամենը խոսքեք դու 300, 400, 500 հոգի մարդիկ դինեն, ժողովուրդ ջան։ Արդեն դինամիկներ է դրվում։ Մենք մտածում եմ Տեր Աստված 5000 հոգի մենակ այր մարդիկ, ժողովուրդ ջան, դու պատկերացնում եք։ Տեր Հիսուսը խոսում էր այս մարդկանց հետ, որը 5000 մենակ այր մարդիկ, չասված կին ու երեխեք, դու պատկերացնում ես 10000 մարդիկ գցենք, ժողովուրդ ջան։ Բայց Տեր Աստված ոչ միկրոֆոն կար, ոչ մի բան չկար, ասում եմ Տեր Հիսուս, հետաքրքիր է, դու այս մարդիկ սա լսել են քեզ, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է, դա մեր գաղափարի բանը չի, դες մարդիկ 10000 հոգին խոսքի, ոնց են լսի Աստծո խոսքը, ժողովուրդ ջան, կամ 9000, չես ենք դե մենակ տղամարդկանց է նշում 5000։ Այս բոլոր մարդիկ լսել են Աստծո խոսքը, ոչ միկրոֆոն ուներ Տեր Հիսուսը, ժողովուրդ ջան։ Բայց այսօր այդ 500 հոգին, եթե ելնում ասենք, վերջը պաշտոնքը մեկ չոր կամած ես խոսում, վերջին ժողովուրդը ասում են եղբայր ջան, չենք լսում, չի լսում ձայնդ։ Ընդամենը մեր 50 հոգի մարդիկ այն խոսքի, ժողովուրդ ջան, չէ՞։ Դու այդ զալը աներ 15 մետր, 16, 17 երկարություն էր մետր։ Այս մարդիկ չեն լսում, եթե մի քիչ կամած ես խոսում։
Ընդամենը 50 հոգի։ Բայց երբ որ նայում եմ, ասում եմ, Տեր Աստված, իսկան մարդիկ ո՞նց է լսեք ու խոսքը։ Ասենք ոչ միկրոֆոն կար, ոչ մի բան չկար, ժողովուրդ ջան։ Հիմա այսօր մենք տեսնում ենք Աստծո գործ այնքան օրհնյալ է, սեր ժողովուրդ ջան։ Հիմա եթե միլիարդ մարդ էլ հավաքվի, Տեր Հիսուսը խոսա, բոլորն է կլսեն Հիսուսին, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է նաև Աստված մարդկանց հոգու աշխարհի մեջ է իր աշխատանքը տանում, ժողովուրդ ջան։ Քեզ լսելու ագանջա տալում, որ դու լսես իր խոսքը, սեր ժողովուրդ ջան։ Դամար թող Տերը օրհնի բոլորիս էլ սիր Աստծո ժողովուրդ ջան։ Տեր օրհնի, որ այսօր մենք ինչ ենք անում, մենք սիրում ենք մեր Աստծուն։ Եվ դամար Տեր ասում է, եթե դու մնաս հավատքի մեջ հաստատված, Աստված ուզում է ես ու դու մնանք հավատքի մեջ հաստատված, ժողովուրդ ջան, եւ հիմնված ավետարանի ճշմարտության վրա։ Եվ ովքեր որ մնում են Տիրոջ ավետարանի մեջ հավատարիմ, ժողովուրդ ջան, Աստված իրանց ավելի է մաքրում, ավելի է սրբացնում։ Այո, եթե մենք քեզ ասենք, որ դու սուրբ ես, քույրիկ ջան, կամ այսօր ոչ մեկը մեզ էլ ասեն, մենք ոչ մեկս չենք տեսնում մեզ, ժողովուրդ ջան, մարդը չի կրում իրան տեսնի։ Ինչու որ մարդը ունի իրան այն մյուս աշխարհն է տեսնում, իր բնավորությունն է տենում, իր այն խայսյաները, իր մեջ շատ բաներ է տեսնում, որ փոփոխության կարիք կա, ժողովուրդ ջան։ Դամար Տերը բոլորս էլ օրհնի, սիրել ժողովուրդ ջան, Տերը օգնի, որ այսօր մենք մնանք հավատքի, սիրո մեջ եւ Տիրոջ խոսքի մեջ հաստատված, ժողովուրդ ջան։ Դամար այսօր Տերը ինչ ասում, այսօր իր բոլոր ժողովրդին ուզում է օգտագործի իր փառքի համար, ժողովուրդ ջան։ Եթե Տերը քեզի մի տեղ ղրգում է, մի հատ էլ հաշտ ու Տեր Աստված լավ գնում եմ ես իշ տեղը։ Քո սրտի մեջ աղոթք իրա վերջը գնում ես ինչ-որ մի տեղ է Տերը տարում։ Տեր Աստված վերջը գնաց այս տեղը, ինչու եմ պետք ստե, ես պետք եմ ստեղ Տեր ջան, ժողովուրդ ջան։ Այնքան օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, ժողովուրդ ջան։ Հիշում եմ մի քանակա որ այդ մեծ MTS-ի տեղը, երբ որ այդ երիտասարդ կին էր, ինքը այդ քարտը լրացում, բայց իմ միշկում էր իր այդ Աստծո խոսքոսան, ժողովուրդ։ Ինքը լրացնում իր այդ Աստծո խոսքի խոսում։ Ասում եմ, այսօր մանավանդ եմ Իրես ինչ կա, այսօր այս հեռախոսները շատերին կդրել լա իրարից, ժողովուրդ ջան։ Շատ մարդկանց իրար ու այդ կապը կդրել է։ Այսօր մենք տեսնում ենք ընտանիքի մեջ այդտեղնի 10, 5-6 հոգի ընտանիք են, չէ՞, մարդուկին, երեխեք, հարց, տղա, չէ՞, այսօր տենում ես սա հեռախոսի մեջ են։ Ես կնոջ եմ ասում, ասում դու պատկերացա մարդուկին տունը նստած իրար հետ էլ չեն խոսում, ժողովուրդ ջան։ Երկուսն էլ հեռախոսի մեջ են։ Այսինքն այսօր տեսնում ենք, որ այն կապը, որ Տերը բերել է, որ մարդիկ իրար հետ կապ ունենան, շատ անգամ այս կապը չի լինում։ Երբ որ նայում ես, մտնում ես թե ավտոբուս, թե ինչ-որ մի տեղ ես մտնում, այսօր տեսնում ենք ամեն մարդիկ հեռախոսների մեջ են, ժողովուրդ ջան։ Այս մարդիկ էլ հեռախոսի դուրս չեն գալու, էլ իրար չեն տեսնում։ Դամար Տերը օրհնի սիր Աստծո ժողովուրդ ջան, Տերը օրհնի, որ Աստված ինչ ասում, Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ լսեն Աստծո խոսքը։ Դամար Տերս օրհնի, մենք այսօր տեսնում ենք, այո, Աստծո ծրագիրը բոլոր մարդկանց հետ կա, ժողովուրդ ջան։ Եվ փառք Աստծո, Տերը այսօր ինչ անում, այսօր բոլոր մարդկանց արթնացնում է, ժողովուրդ ջան, բոլոր մարդկանց։ Բերում է դեպի ապաշխարության եւ փրկության։ Դամար Տերը օրհնի, սեր ժողովուրդ ջան, Տերը օրհնա բոլոր մարդկանց, որ դառնան իրան եւ իր ժողովուրդը օրհնի, որ այսօր մենք էլ նայենք Տիրոջը, Տիրոջից կդնենք ողորմություն, սեր ժողովուրդ ջան։ Երբ որ մարդը նայում է իր վիճակին, եւ այս մարդը սկսում է իր կյանքի մեջ շատ ունենալ դժվարություն, այս մարդը չի կրում հաստատվի Տիրոջ վրա։ Այս մարդը պետք է հասկանա, որ Աստված իրան կարա օգնի այս վիճակից դուրս գալու, ժողովուրդ ջան։ Աստված կարա բոլորս էլ օգնի։ Թե աշխատանքի հարցով, թե ընտանիքի հարցով։ Այսօր մենք գիտենք, որ շատ ընտանիքներ, որոնք երեխա չեն ունենում, Աստված այդ հարցերը լուծում է, ժողովուրդ ջան։ Շատ բժիշկներ ասում են, որ անհնարին բան է, Տեր ասում է հնարավոր է։ Ես հիշում եմ, որ ճամբար մի եղբայր էր, որ ինքը պետք է երեխա չունենա, ժողովուրդ ջան, ինքը հիվանդ էր։ Եվ պաշտամունքի ժամանակ Տեր այս եղբոր ասում է, որ ես քեզ բժշկել եմ, ժողովուրդ ջան։
Հիմի Աստված ինձ ու քեզ շատ անգամ ասում աղջիկ ջան, տղա ջան, ես քեզ բժշկել եմ։ Երբ որ Տիրոջ խոսքը արդեն մենք լսում ենք, չէ, մարդկանց կարողա մտքեր կա։ Կարող դու բժշկված չես։ Հետո երբ որ ես եղբայր եկավ մեզ բասվավ կիսվավ իր այդ ուրախությունը, Ժողովուրդ, այո, դա ուրախություն էր։ Ասես եղբայր ջան, ես պետք է Տիրոջ ասած խոսքը ամուր պայեմ։ Ժողովուրդ, այ 23 խոսքը, որ ասում եմ, եթե կենաք հավատքի մեջ հիմնված ու հաստատված, առանց խախտելու։ Ժողովուրդ, եւ այդ եղբայրը այսօր 4 հատ երեխա ունի, երեխեք արդեն մեծ են։ Ժողովուրդ, Դամար մենք այսօր տեսնում ենք Աստծո գործը բոլոր մարդկության համար, ժողովուրդ, բոլորի համար։ Աստծո մոտ աննարին բան չկա, ժողովուրդ, թե գործ տալու համար, թե բժշկության մեջ, թե մարդկանց մխիթարության մեջ։ Այսօր մենք տեսնում ենք Աստված ամեն օրեք ունի մարդկանց հետ խոսելու, մխիթարելու, բժշկելու, ժողովուրդ։ Դամար Տերը օրհնի բոլորի դել, սիրած ժողովուրդ, սկանոք վերջացնենք, թող Տերը օրհնի բոլոր, որ այսօր մենք բոլորս մնանք հավատքի մեջ հաստատված։ Ժողովուրդ, ինչ վիճակի մեջ այսօր դու կաս, այսօր մենք տեսնում ենք հավատքի մարդը անցնում է ճանապարհ, խաչի ճանապարհ ենք անցնում։ Ամեն մարդ տարբեր նեղություն անցնում, ամեն մարդ տարբեր փորձություններ անցնում, ժողովուրդ։ Եվ Աստված քո ձեռքը բռնած տանում ա դից, ժողովուրդ, Աստված քեզի չի թողում ոչ միտեղ։ Աստված ուզում է մարդու մեջ հավատ կա, որ մարդը հավատա, որ Աստված քեզ չի թողում, նա մեզ հետ է, ժողովուրդ։ Տերը օգնի, որ մեր ամեն վիճակների մեջ մենք հավատանք, որ Աստված մեր հետ է, նա երբեք քեզ չի թողում, ժողովուրդ։ Աստված այնվատ մենք ապրել ենք առանց Աստծո, մոլորված ոշխաների պես ենք, առանց հովիվ չունեցողի պես ենք եղել, ժողովուրդ։ Այդ համար Աստված մեզի դարձրեց իրան։ Մենք ունենք արդեն մեզի հովիվ, մեր Տեր Հիսուսը։ Իր Սուրբ Հոգով նա քեզ հովում է, նա քեզ Տեր ա լինում, ժողովուրդ։ Դաժե դու քնում ես, նա քեզ պաշտպանություն ունի։ Նա քեզ պաշտպանում է քո քնած տեղն էլ, ժողովուրդ։ Իր առաջտակները դրած քեզ պահում է։ Այսօր կարող ասես եղբայր ջան, բա ես չեմ տենում այդ հրեշտակին, ժողովուրդ։ Եթե պետք է Տերը ցույց կտա, ժողովուրդ։ Բայց որ ցույց տա ավելի հավատքը չի, ժողովուրդ։ Հավատքը անտեսանելի է։ Ես որ տեսար ու նույնիսկ չես տեսնում, նույնիսկ հավատքդ կորավ։ Տեր ջան, բա ու գնաց այդ հրեշտակը կորավ, նա չի կորել, նա քեզ հետ է, ժողովուրդ։ Դամար այսօր Տերը բերեց մի հավատք, որ այդ հավատքը անտեսանելին է, ժողովուրդ։ Այս սա է հավատքը։ Հիմա եթե դու մարդուն չես տեսնում, քեզի հավատք է պետք, ժողովուրդ։ Իսկ եթե մարդուն տեսնում ես, դու արդեն եթե ասեմ, եղբայր ջան, ես աղբենակ, սա եղբայր ջան, տեսնում եմ էլի։ Արդեն տեսնում ես դու էլի, ժողովուրդ։ Դամար Տերը բոլորդ էլ օրհնի, առատապես սիրել Աստծո ժողովուրդ ջան, Տեր օրհնի, որ այսօր մենք բոլորս մնանք Աստծո հետ, իր հետ հավատարիմ մնանք, մինչև վերջ հաստատված մնանք Տիրոջ խոսքի մեջ, ժողովուրդ ջան։